Պարոն Տեր-Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաներ ենք առանձնացրել եւ լսենք ձեր գնահատականը։ Այսպիսով, տեսեք, ուրեմն մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակական են, անընդհատ կրակոցներ են հնչում եւ շատ պարզ է ամեն ինչը եւ անգամ սահմանամերձ գյուղերից մեկի բնակչի Պարտուհանն էր վնասվել, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը վստահեցնում են, որ դրանք մեր դիրքերի, մեր համագյուղացիների տների ուղղությամբ չեն։ Սրան զուգահեռ Ոսկան Սարգսյանը լրագրող ահազանգում է իրանցի Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները անվտանգ չեն զգում, որ գյուղի սահմանամերձ հողերում գարնանացան անեն եւ 24 թվականի իրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6.8 հեկտար։ Սա խնդրեմ, այս խաղաղությունը, որ բերել էին, այդ խաղաղության արտացոլանքն է եւ 3 ազգային ժողովում չէ, բանում կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը 7 տարի է առաջին դասարանում է մնացել, հասարակությունը տգետ է, որովհետեւ իրենք տգետ են։ Ես կխնդրեմ այս ամեն ինչի կապված ձեր գնահատականը տակ, համեցեք։ Շնորհակալություն հարգելի Մայրամ։ Գիտեք, ուրեմն մի իշխանություն, որը որ իր կյանքում ոչինչի չի հասել, իշխանության թևի ամբողջ ներկայացուցիչները, մի խումբ խունտա, որը որ ցանկացած բոլոր բնակավարներում հասել է մեծ ձախողումների միայն, եւ նրանց միակ մեծ հաջողությունն այն է, որ ի խորոց սրտի եւ այսպես սուրբ երթում տված ծառայում են թշնամուն, այդ իշխանությունից սպասել, որ մեկ դրական քայլ կլինի ի օգուտ Մայր Հայաստանի եւ հայ ժողովրդի, կարծում եմ մենք միամիտ կլինենք կամ սխալված։ Հիմա հերթով գնանք նախ սկսենք ուրեմն սահմանային կրակոցներից։ Տեսեք հարգելի Մայրամ, դուք նշեցիք, ես ավելին ասեմ, ես ունեմ ազգականներ, շատ մոտիկ ազգականներ, իմ մորաքրոջ տղաներն ապրում են Խնածախ գյուղում, Խնածախ գյուղից են, եւ մյուս իմ ազգականներն ապրում են Վարդենիսի մեծ Մաստրիկ գյուղում։ Եվ հաճախ ես ավելի շատ տեղեկություններ եմ ունենում այդ մարդկանցից, ովքեր ապրում են այնտեղ, ովքեր ունեն հողամաս, որ պետք է մշակեն, չեն կարողանում մշակել, բայց երբեմն գտնում եմ, որ չխոսեմ սրա մասին, որպեսզի ավելնորդ, հա, այսպես ինչ որ առանց այն էլ մենք շատ այսպես հուզումնալից այս վերջի տարիները այսպես պորտկումներով լի ապրում ենք, բայց վիճակն ավելի վատ է, քան մեր ժողովուրդը պատկերացնում է, եւ ցավալին այն է, որ Մայր Երևանի սիրտը պետք է հիմա բաբախեր, երբ կրակում էին Սյունիքի ուղղությամբ, բայց կարծեք թե անտարբերություն այսպես մի տեսակ լավ խորը նստած է ուրեմն մեր ժողովրդի, դե ժողովրդին չի վերաբերում ամեն դեպքում, հա, մեծամասնության մեջ։ Ընդ որում ոչ միայն կրակում են այդ ուղղությամբ, այլև տեսեք անցած տարի ինձ ինչ էին պատմել, որը հիմա եմ ձեզ ասում։ Ուրեմն Խնածախ գյուղի մի հատվածում, դե այդ արդեն մենք գիտենք, չէ, ամբողջը հանձնված է, որտեղ որ հողամասեր կան մշակում են, իմ ազգականն ինձ պատմեց, որ իրենք բերում են իրենց աղբը դիտավորյալ շպրտում են մեր կողմ, եւ մենք չենք կարողանում ձայն հանել, որովհետեւ եթե մենք խոսենք, մենք գիտենք թե ինչ վատ վիճակի մեջ կլինենք։ Եվ սա հենց այն է, որ Տավուշի գյուղի բնակիչները, այո, անվտանգ չեն կարող լինել։ Դու չես կարող անվտանգ լինել մեկի հետ, ով գիշերը քնած տեղը սպանում է քո հայրենակցին եւ հետո ստանում հերոսի կոչում։ Ինչպես կարող ես անվտանգ լինել մեկի հետ, ով ընդամենը 30 տարի առաջ Բաքվի եւ Սումգայիթի կենտրոնում խաչում էր հայ կանանց եւ թավայի մեջ տապակում հայ նորածին երեխաների։ Ինչպես կարող ես անվտանգ լինել մեկի հետ, ով ընդամենը ամիսներ առաջ անցած տարի, երբ Ազերի Բաշի Բոզուկը սահմանին կանգնած Սյունիքում ասում էր մենք ձեզ քյաբաբ կանենք եւ կուտենք։ Ցանկացած ռեալ մտածող, սթափ մտածող մարդ, հայ, պատմությանը ծանոթ, նույնիսկ եթե ծանոթ չի, բավական է դիտել վերջի մի քանի տարիների իրողությունները, հստակ հասկանում է, որ խաղաղության օրակարգ խաղաղ ապրել մեկի հետ, ով ունի հատուկ ծրագիր եւ դրա վրա շատ լավ աշխատում է եւ աշխատում է այլ տերությունների հետ քեզ վերացնելու, դա ուղղակի անհնար է, չէ կարող խաղաղ ապրել։ Հիմա տեսեք, այստեղ մի հատ ուրիշ խնդիր է առաջանում։ Մենք գիտենք, որ եվրոդիտորդներ կան, եւ եվրոդիտորդները շատ այսպես արձագանքում էին, ինձ էլ էին հաճախ ասում, բա տեսեք, տես, այստեղ եվրոդիտորդներ կան եւ մեր վրա այլևս չեն կրակում։ Բայց հիմա երբ որ եվրոդիտորդների ներկայությամբ կրակում են եւ Տավուշում եւ Սյունիքում, եւ կենտրոնը Եղեգնաձորում է եւ այնտեղ է վտանգավոր, ինչ է ձեզ թվում է Խաչիկի գյուղում կարողանում են հեշտ հող մշակել, ոչ, ուղղակի մարդիկ չեն բարձրաձայնում։ Ես չգիտեմ
չգիտեմ հոգնել են, վախենում են թե ինչից, բայց շատ տեղերում այդ նույն խնդիրը կա եւ սա նաեւ բերել է մեկ այլ լուրջ խնդիրների, առայն որ սահմանային գյուղերից, սահմանամերձ գյուղերից շատերն արդեն լքում են, նորից օրինակը բերեմ, մեծ Մասրիկ գյուղում գնացեք տեսեք ինչ հրաշալի տներ են կառուցված։ Ինչ հրաշալի տներ, իհարկե ինքը մի փոքր այս կողմ է քան Սոտքը, բայց կապ չունի, դա ընդամենը մի քանի կիլոմետրի տարբերություն է։ Եվ այդտեղ ապրող այդ տները, որ ունեն այդ մարդիկ, ես անձամբ եմ ճանաչում բժիշկներ, չգիտեմ, այնտեղ ինժեներներ, բոլորն արդեն այս վերջի մի քանի տարին, հատկապես 22 թվականի դեպքերից հետո լքել են ուրեմն գյուղը եւ տեղափոխվել են այլ տեղեր։ Եվ կան մարդիկ, ովքեր ասում են հող առնեմ մի տեղ մի քիչ Երևանին մոտիկ, բուտկա դնեմ վրան քնեմ, բայց իմ երեխային վտանգ չլինի։ Այդ տեսեք ինչպես աշխատելով թշնամու հետ կարողանում են ամբողջ սահմանամերձ գյուղերը եւ դիտավորյալ է սա արվում։ Սա հենց այնպես չի, սա դիտավորյալ արվում է, որպեսզի սահմանամերձ գյուղերը դատարկվեն, իսկ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, դա փաստ է, հատկապես նորից եմ ասում 22 թվականի դեպքերից հետո եւ ոչ մի հարց չի լուծվում, որպեսզի կարողանան սահմանամերձ գյուղում ապրող գոնե այն մարդիկ, ովքեր ապրում են, վերադարձի մասին չեմ խոսում վերադառնան, գոնե այդ մարդիկ այնտեղ մնան։ Այդ հարցն չի լուծվում։ Իսկ ահա եվրոդիտորդներն այս առնչությամբ եւ թեկուզ պաշտոնական Բրյուսելը ոչինչ չի հայտարարում։ Իմ շատ այսպես շատ թունդ արևմտամետ ընկերները ինձ շատ էին ասում, տես հիմա եվրոդիտորդներ կան եւ թուրքերը վախում են կրակել, որովհետեւ Բրյուսելը նրանց կպատժի։ Եվ ես միշտ ասում եմ, որ նրանք միասին են աշխատում եւ անհնար է որպեսզի նրանց պատժեն, որովհետեւ հենց Եվրամիության կայքի վրա, որտեղ որ գրված է, որ կան ուրեմն միսիոներներ Հայաստանում, այնտեղ հստակ գրված է, որ այն ամենը ինչ տեղի ունենում Հայաստանում եւ նրանք նկարում են սահմանին, նրանք նաեւ այդ մասին զեկուցում են Ադրբեջանին։ Դա գրած է իրենց կայքում, կարող են բացել եւ տեսնել։ Եվ մի քիչ հա, այսպես գուցե տեղ է ասել, ես բազմիցս եմ տեսնում Մարտունի քաղաքում եվրոդիտորդներին, հազար ներողություն, իրենք եկել են Խոպանի, որովհետեւ իրենք ընդհանրեն այստեղ Եվրամիության դրոշը տնկացման են գալիս եւ կներեք, զվռնում են փողոցներով, այս ռեստորանից են, ռեստորան, եւ առավոտյան անցնում եմ, տեսնում եմ կաֆեներից, այնտեղ փողոցների վրա որ վաճառում են, սուրճ են առնում, հետո այս մի ռեստորանում, բնական է, մարդիկ պետք է ուտեն, բայց եթե դուք եկել եք խաղաղության, առաքելության, եւ այն էլ հիմա որ կրակում են, եւ դուք այստեղ հանգիստման եք գալիս, ես չեմ կարողանում հասկանալ, թե իրենց առաքելությունն այստեղ որտեղ է, որովհետեւ երկու կողմը, նկատի ունեմ արևելք պաշտպանող եւ արևմուտք պաշտպանող կողմը, իրար լավ մեղադրում են, ընդ որում երկուսն են մեղավոր են, բայց հիմա առավել եւս, որովհետեւ իրենք իրենց վրա պարտականություն են վերցրել, որ չի լինի, բայց եղավ։ Եվ նորից եմ ասում, ավելի վատ բաներ են լինում, քան որ մենք մեր հասարակությունը գիտի։ Եվ զբաղված են միայն այստեղ այնտեղ, ընդ որում սանկցիա կիրառելով, հա, բան Ռուսաստանի դեմ, այդ նույն Եվրամիության դիտորդները, սա հանուն արդարության եմ ասում, հա, ես ոչ այն կողմի, ոչ էլ այն կողմի, ամբողջ օրը թերև են նաև գալիս այստեղ մեծ բացված ռուսական դոբրոցեն խանութում, այսինքն այդ սանկցիան կիրառում են այնտեղ, բայց այստեղ իրենք դրանից լավ օգտվում են։ Մենք պետք է վերջապես մեր ժողովուրդը, հարգելի Մարիամ եւ մեզ լսողներ, մենք պետք է դուրս գանք այն վիճակից, այն միամիտ հայի, այսպես են բարոյական բաներով, այդ ինչա, խոսքերով, ռեպորտներով սնվող, ես չգիտեմ հուզումնալից, որ հեսա սա կգա, նա կգա, սրա զինվորը կգա, մեզ օգնելու եւ այլն։ Մենք պետք է դրանից դուրս գանք, առաջին օգնողը դա մենք ենք, բայց մենք դա չենք անում։ Ես անդրադառնամ մի թեմայի, որը բազմիցս անդրադարձել է եւ հատկապես Տիկին Զոհրաբյանը, մենք գիտենք, որ դադարեցվել է հետախուզումը, ուրեմն հայ տարեց մարդուն հադրութում սպանելու այդ ադրբեջանցու նկատմամբ եւ դարել է Հայաստանը պաշտոնական մակարդակով։ Ես այդ մասին առաջին անգամ, երբ պատերազմն էր 20 թվականին, իմացա, երբ չեխ երկու լրագրող աղջիկներ, որպեսզի անունը ճիշտ ասեմ, Մարտինա Կուտիլկովան եւ Լենկա Կլիցպերովան, ի զարմանս ինձ, հենց սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսել էր, իրենք անկախ լրագրողներ էին, եկել էին եւ այնտեղ նկարահանումներ էին կատարում եւ գիտեք հրաշալի մի գիրք են գրել Գյուղերի վերջին այրումը, Posledny Zapali Vesnitsi։ Ես այդ գիրքը նաեւ նվիրել եմ ձեր մոտ խոսացող անձանց մեկին իր 60-ամյակի հետ կապված։ Եվ տեսեք, այսինքն ստացվում է, որ եւ իրենք էին տեղադրել իրենց էջում, որ BBC-ից տեղեկացել են առայն, որ տարեց մարդուն փողոցի մեջտեղը ծեծում են եւ գլխատում են։ Այսինքն ստացվում է, որ օտարը
ով հայի հետ արինակցական իմաստով, հա, ոչ մի կապ չունի, բայց գոնե խիղճ ունի եւ արդարության զգացում, ինքը դրա մասին բարձրաձայնում է, դեռ ավելին գիրք է գրում, ընդ որում այդ աղջիկները շատ լավ նաեւ աշխատել են Սիրիայում, Իրաքում եւ դատապարտում են բոլոր այդ պատերազմները, որը նաեւ հրահրվում է արևմուտքի կողմից եւ բավականին օբյեկտիվ են։ Եվ ստացվում է, որ մենք այս հարցում լուռ ենք։ Գիտեք, սա մի բան է նշանակում, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով ձեռք է սեղմում եւ ասում է՝ կեցես քո կատարած հանցագործության համար, դու ցեղասպան ես, բայց ես դա ընդունում եմ որպես ճշմարտություն եւ ես ոչ մի վնաս քեզ չեմ տալիս։ Սա խայտառակություն է։ Եվ հիմա նորից եմ ասում, մենք պետք է այս փաստի առնչությամբ մեծ բողոքի ալիք բարձրանար, բայց ցավոք սրտի խոսում ենք ընդամենը մի քանի մարդ։ Փիլիսոփայության տեսության մեջ, երբ ուսումնասիրում ենք փիլիսոփայության տեսություն եւ այնտեղ ճշմարտության հետ կապված մի այսպիսի մոտեցում կա եւ շատ ճիշտ մոտեցում, ապացուցված մոտեցում, ասում է, որ պատմությունը ցույց է տալիս, որ ճշմարտության անտեսումը, հասարակությունները, որոնք որ անտեսել են ճշմարտությունը, դա ունենում է վատ հետևանքներ, այո հայ ժողովուրդ։ Դուք անտեսեցիք այն ճշմարտությունը, որ Արցախը տալով կարող եք հանգիստ ապրել։ Մինչ Մոնթեն ասում էր, որ եթե չունենանք Արցախ, շրջում ենք հայոց պատմության վերջին էջը, բայց չգիտեմ ինչի դուք անտեսեցիք այդ ճշմարտությունը։ Դուք մերժեցիք այն ճշմարտությունը, որ թուրքը մնացել է նույն թուրքը իր հայասպան գաղափարներով եւ իր ծրագրերով կրթական մանկապարտեզից սկսած, որ պետք է մորթի հային եւ սա իրենց տարածքն է։ Դուք մերժեցիք այն ճշմարտությունը, որ անհնար է խաղաղ ապրել մեկի հետ, ով նորից եմ կրկնում, պատրաստ է ցանկացած ամենադաժան ձևով սպանելու ձեր երեխային ձեր ներկայությամբ։ Դուք մերժեցիք այն, որ հզոր մի ժողովուրդ, տիեզերական արարչագործ մի ազգ ուներ հզոր պատմություն եւ հաղթանակներ, եւ այդ ամենը այս փնթիների ձեռքով, ուրեմն այս տգետ անգրագետների ձեռքով, այո 7 տարի այսպես նույն դասարան մնալով այս անգրագետները, որ տառը ճանաչել չեն եւ իրեն կարողացան այս ամենը տանուլ տալ։ Դուք մերժեցիք հզոր ժողովրդի մի ուրեմն սիմվոլ Մասիսարը, թե որ մենք պետք է հրաժարվենք, որպեսզի մենք խաղաղ ապրենք եւ մեզ չխանգարեն։ Եվ ցավալին, որ դուք մերժեցիք պատմական Հայաստանն ասելով, թե իրական Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի, որովհետեւ պատմական Հայաստանը մեզ համար վտանգ է։ Ընդ որում Նիկոլ եւ քո տգետ մասսա եւ այդ թուրքական խունտայի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետություն եւ քեզ ծափ տվող ստորներ, որ դուք մինչև հիմա մտնում եք դրա էջը եւ գրում եք հզոր վարչապետ, կեցե մեր վարչապետը, առանց գետինը մտնելու։ Չնայած գիտեք, ամոթանք տալիս է նրան, ով պետք է հասկանա, նմաններին անիմաստել է նույնիսկ ամոթանք կամ հայհոյանք տալը, բայց չխորշեցիք կռանալ ձեզ սպանողի առջև, չխորշեցիք ամբողջ մեր հաղթանակները ընդհանրապես մեկ ստորագրությամբ նվիրել Թուրքին եւ Թուրքին ծիծաղացնել մեր վրա։ Այսա չխորշեցիք, որովհետեւ սովորեցիք հանդուրժել բոլոր անկումները, եւ Կարսի անկումը, եւ Նախիջևանի, եւ Արցախի, եւ հիմա Կիրանցի մյուս ճանապարհների եւ ցավոք սրտի ձեր նմանները հանգիստ կարող են նաեւ հանդուրժել Սյունիքի, ես չգիտեմ, անկլավների կորուստը։ Ու հիմա երբ տեսնում եմ, որ բողոքի նորից ալիքներ կան, հասկանում եք, ամբողջ հանրապետությունում բողոքում են, այս ցասումը զգացվում է եւ ամեն մեկն առանձին իր հերթին։ Ու հիմա երբ Պրոշյան Երևան ճանապարհի վրա բողոքում են այն մարդիկ, ովքեր ասում են մենք պոլիտիկայից հեռու ենք, մենք պոլիտիկայով չենք զբաղվում, մեզով է հարցնում, արդեն էդի որոշված է, Նիկոլն ինչ անի, թող աշխատի, ընչեք տղուն խանգարում։ Դուք այդ մարդիկ եք, հիմա դուրս եք եկել եւ բողոքում եք, որովհետեւ թանկացել է։ Իսկ որ Երևանում տրանսպորտը թանկանում է, ինչու այդ ժամանակ էլ դուք չմիացաք ճանապարհը փակելու, ինչ է դա ձեզ չեն հասնելու։ Նորից կրկնեմ, հունվարի 20-ին ձեզ մոտ եմ ասել, վերնագիրն էլ այդպես է, 300 դրամը Նիկոլը ձեր քթերից է բերելու։ Տեսեք, ասեցի չէ, ռևիզնորերը նշանակել, որպեսզի դուք անեն, ասեցի նաեւ, որ ճանապարհը կրճատել է, որ կրկնակի վճարեք։ Հիմա այդ 300 դրամը ձեր քթից գալու է 900 դրամ, եթե ոչ ավել։ Եվ արդեն լուրեր կան, որ Արարատ Երևանը, որը 500 դրամ է, դառնալի 800 դրամ։ Եվ իհարկե մյուս տեղերը թանկանալու, բայց առայժմ արարատցիները շատ հանգիստ են, որովհետեւ դեռ 500 դրամ են վճարում։ Երբ որ բարձրացնեն, նոր իրենց համար կռիվ կանեն։ Այսա այն խնդիրն է, որ մեր ժողովուրդը այդպես էլ չհասկացավ, որ մենք պետք է միասնական գործենք եւ հենց այդ դեպքում մենք կարող ենք հասնել։ Տեսեք ինչպես եղավ Գյումրիի դեպքում, հա, ճիշտ է, ես շատ ավելին էի ակնկալում, բայց ամեն դեպքում այդ միասնությունը, որ վերջ եկան համաձայնության կոնսենսուսի, որ պետք է իրենց
նպատակ, այսպես խնդիր էր դրված, որպեսզի կպնչացնի, իրենք դրան հասան։ Այսպես պետք է, այսպես են գործում, բայց նորից եմ ասում, մենք մի տեսակ ամեն մեկս անձապաշտենք, քանի մեր գրպանին մեջ չեն կպել, մենք այսպես հանգիստ նստած ենք եւ հանգիստ նայում ենք։ Տեսեք հարգելի Մարիամ, ես անդրադարձա եվրո դիտորդների հետ կապված, հիմա մի այսպես ինձ համար շատ այդքան էլ զարմանալի չէր, բայց ամեն դեպքում ինչ որտեղ, երբ ես իմացա, որ ուրեմն Միջին Ասիայի 4 երկրներ, այդ դեպքում Կիրգիզստան, Ուզբեկստան, Ղազախստան եւ Թուրքմենստանը որոշում են կայացել ընդդեմ Թուրքիայի, լինելով թուրքալեզու ժողովուրդ, որ հյուսիսային Կիպրոսը Թուրքիան օկուպացրել է։ Այս 4 երկրները հարգանքս իրենց, հատկապես Թուրքմենստանի, որովհետև մենք շատ լավ հարաբերություններ կարող ենք ունենալ, հրաշալի հարաբերություններ, ուրեմն Աշխաբադի հետ, բայց դե մենք կառավարություն չունենք եւ իրենք էլ են հայամետ, ձեզ ասեմ, ես իրենց ժողովրդի հետ եմ արտերկրում շփվել, իրենք շատ այսպես դրական տրամադրված են մեր նկատմամբ, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Սա ասեմ եւ կապ չունի, որ թուրքալեզու ժողովուրդ են, հա, բացարձակ։ Եվ իրենք տեսեք ապտակ տվեցին Եվրամիությանը, այն Եվրամիությանը, որը 1974 թվականից հանդուրժում է Հյուսիսային Կիպրոսի ուրեմն օկուպացիան, երբ նրանք երկու անգամ 76 եւ 83 թվականներին ընդունեցին զեկուցում, այսպես մի չգիտեմ անպագորգոր խոսեցին, դատապարտեցին Թուրքիային եւ մի քանի տարի հետո իրենք Թուրքիային տվեցին անդամակցության ուրեմն հայց Եվրամիությունում։ Սա նրա համար է, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ նորից եմ ասում, որ մենք պետք է առաջինը մենք մեր շահերը պաշտպանենք, մեզ պաշտպանենք, հետո ուրիշներից պահանջենք, բայց քանի որ մենք հանգիստ մռռափում ենք, երբ մեր շուրջ բոլորը աղետ է, բնականաբար ցանկացած մարդ էլ կօգտվի նման սարսափելի ուրեմն իրավիճակից։ Գիտենք, որ հիմա այսպես, հա, տարածված էր, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները սրվել է, ես բազմիցս եմ անդրադարձել այդ հարցին, Թուրքիան եւ Ամերիկան դրանք սիոնիստական երկրներ են եւ այնտեղի ղեկավարները, երիտթուրքերը, ինչպես նաեւ Ամերիկայի հիմնադիրները, դրանք բոլորը ազգությամբ հрьяաներ են եւ մինչեւ հիմա այդպես էլ կա եւ գործում են մասոնական օթիակներ այնտեղ։ Եվ ասել են, որ նրանք չեն գնա կոնֆլիկտի, որովհետեւ այնինչ տեղի ունեցավ Սիրիայում, դա տեղի ունեցավ, որովհետեւ Ամերիկան եւ Թուրքիան համաձայնություն տվեցին Իսրայելի հետ միասին, որպեսզի դա տեղի ունենար Սիրիայում։ Հիմա նոր Թրամփը հայտարարում է, թե Թուրքիայի նախագահն ինձ ասել է, որ Ասադին ինքն է տապալել։ Մինչ այդ ուրիշ բան է, ճիշտ է ասում, ընդհանրապես այսպես ընդունված, բայց հիմա նոր ընդունում են, որ Ասադին ինքն է տապալել եւ արդեն գնում է տարածքի ռեսուրսի կռիվ։ Ինչ էի ասել ես։ Դրա մասին խոսել եմ դեկտեմբեր ամսին 24 թվականին, որ այդ երկրները նաեւ ամոթանք Քուվեյթին, հավանաբար Քուվեյթը որոշել են կիսել Սիրիան եւ այդպես էլ գնում է։ Իրենք արդեն Իսրայելը մի մասն է Գոլանի լեռները մտել, Թուրքիան Ալեպոն է մտել, այնտեղ ամերիկյան ռազմաբազա կա, ամեն մեկը իր հերթին ուզում է կիսել, հիմա երբ որ արդեն զոհը կա, արդեն պարկած է սկուտեղի վրա, հիմա դանակներն առած կիսում են, բայց այստեղ նույնպես իրենք չեն գնա մեծ կոնֆլիկտի։ Ես շատ լավ հիշում եմ նույնիսկ 2010-11 թվականներից, երբ անընդհատ այսպես կոնֆլիկտ էր առաջանում Թուրքիա-Իսրայել, ասում են հեսա կկռվեն, ասում են նրանք երբեք իրար դեմ չեն կռվի։ Մի դեպքում Թուրքիան եւ Իսրայելը իրար հետ կկռվեն, մի դեպքում, եթե արդեն չլինի Հայաստան եւ Իրան, թոսա ականջներին օղանեն։ Իրենք չեն գնա եւ Թրամփը տեսեք ինչ հայտարարեց, երեք չէ առաջի օրը, ասում է ես Թուրքիայի նախագահ Էրդողանին շատ եմ սիրում եւ նա իմ սիրելին է, հասկանում եք, հայտարարություն կա, հայտարարություն էլի, գոնե ասենք մենք լավ աշխատում ենք միասին, շատ եմ սիրում, ասեց եւ եթե ինչ որ խնդիր կա Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, ես այդ խնդիրը կլուծեմ։ Այսինքն իրենք այս երեքը գործում են միասին, որովհետեւ այստեղ գործում է իսրայելական AIPAC լոբիզմը եւ սիոնիստական կազմակերպությունը, այնպես որ գլուխս չհարթուկեն ուրիշ բաներ ասեն եւ միշտ ամեն դեպքում երբ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները մի փոքր սրվում է, արհեստական բնույթով, իսկ կեղտոտ Իսրայելը նորից օգտագործում էր ցեղասպանությունը, բազմիցս է եղել 10 տարի առաջ, 5 տարի առաջ, նույնիսկ 2 տարի առաջ, երբ Քսենեթը բարձրացնում էր հարցը իսրայելական, թե հիմա կճանաչի ցեղասպանությունը, մերոնք էլ այստեղ ուրախանում են, այսինքն օգտվում են մեր դաժան պատմության էջերից, ծիծաղում են մեր արյան վրա, օգտագործում են մեր պատմությունը իրենց շահերի համար, այստեղ էլ նստած ուրախանում են, թե սա Իսրայելը կճանաչի, Իսրայելը չի ճանաչելու եւ Իսրայելը դա օգտագործել է իշա իրենց։ Դե դուք փորձեք մեկը
հոլոկոստի մասին խոսեք, տեսեք ամբողջ աշխարհի մեդիաները ձեզ ինչ բանը, ինչ ակացի կտան, ու ցավոք սրտի այս պայքարը այսպես հա կշարունակվի մինչև դրա համար տեսնում եք Իրանի շուրջ ինչու է այսպես լարվել իրավիճակը, որովհետև իրենք արդեն մի քանի արաբական հա արաբախոս երկրների իրենք արդեն զոհ են սարքել, հիմա մնացել է Եմենը եւ Թրամփը պահանջում է որպեսզի Իրանը հութիներին չֆինանսավորի եւ արդեն ավելի խոցելի կլինի։ Հիմա ինչ էր ես որ ասում էի, Զանգեզուրի միջանցքը չեն կարողանում տանել, որովհետեւ Իրանը չի թողում։ Հիմա որպեսզի կարողանան տանել, պետք է իրենք Իրանին խեղճացնեն։ Այսինքն իրենք պետք է Իրանին այնպեսի դրության մեջ դնեն, որ Իրանը ի վիճակի չլինի պահելու դա եւ սրանով այս զորավարժություններով Իրանը ցույց է տալիս, որ ի վիճակի եւ չի հարցնելու եւ ինքը խառնելու այդ գործընթացներին։ Բայց նորից եմ ասում, ցավոք սրտի մեր մոտ չգիտեք ինչու այլ կերպ են այս ամենին ուրեմն դիտում կամ նայում։ Մեկ-երկու հարցեր սրա հետ կապված, տեսեք, երբ Զելենսկին գնաց Ամերիկա, ինչպես ընդունեցին իրեն։ Դե ամբողջ աշխարհում սա մեծ խայտարակ իրավիճակ էր, չէ՞, ինչպես փոխնախագահը այնպես բանը, այսպես ասած, հարձակվեց նրա վրա, ինչ օրը դրեցին, եւ ահա երկրորդ անգամ գնում են Նեթանյահուն։ Նեթանյահուն գնում է, մի ծափ են տալիս, խոնարհվում են նրա առաջ, ինչ ասում է սուսուփուզ լսում են, եւ նորից կրկնում է, որ 1.5 միլիոն Գազայի բնակիչները այս անգամ ինչ ասում են պետք է տանեն Սուդան, հետո ասեցին Հորդանան եւ Եգիպտոս, հիմա էլ ասում են, որ 1.5 միլիոն Գազայի բնակիչները պետք է տեղափոխեն Սիրիա եւ Ուկրաինա։ Իսկ նորից կրկնեմ, ինչ էի ասում, երբ որ հիմար Զելենսկին ասում էր, մենք պետք է մեր տարածքի վրա թույլ տանք իսրայելական պետություն, այսինքն Իսրայելը հետո այնտեղ, այսինքն այսպես թե այնպես այնտեղ իշխում է, սա նրանց այսպես ինքը հրյա է ծագումով եւ շատ հարցեր որ այնտեղ եւ պատերազմի հետ կապված դրա այսպես բզողներից մեկը նաեւ եթե ոչ գլխավորը հենց Իսրայելն է եւ տեսեք ինչպես ինչ իրավունքով են խոսում այդ մասին երբ միջազգային քրեական դատարանը հետախուզում է նշանակել, որ նրան պետք է ձերբակալեն, բայց դա ոչ մեկի չի հետաքրքրում, որովհետև աշխարհում չկա օրենք, նույն դաժանն են։ Իսկ մենք դեռ չենք սովորել, որ պետք է հարցը լուծել ուժով։ Եվ նա գնաց Հունգարիայում էլ մեկ այլ հրյա Օրբանը ընդունեց նրան, ընդ որում լինելով եւ ուրեմն քրեական դատարանի հետ ինչա ստատուս քվոյի ինչա անդամ եւ Շենգենի եւ այլն դատապարտեցին, բայց միևնույն նրանք ոչ մի ձերբակալություն չարեցին Նեթանյահուի նկատմամբ։ Եվ մենք պետք է սովորենք, որ 1-2-ը կան այստեղ են մի երկու հիմար դիվանագետ կան, թե մենք պետք է գնանք դատարան, դատարանով ապացուցենք Նախիջևանը մերն է, դատարանով ապացուցենք Արցախը մերն է, ոչ, ուժն է ծնում իրավունք, ոչ մի դատարանով դու չես կարող ապացուցել սա կամ նա։ Եվ Թուրքը Կոստանդնուպոլիսը սարքեց Իստանբուլ, Այա Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի, ընդ որում իսլամը դա չի ընդունում եւ իսկական իսլամը չի ընդունում, որ պետք է եկեղեցին քանդես եւ դրա վրա կառուցես կամ եկեղեցին վերածես մզկիթի, բայց նրանք ասել են թուրքերն օգտագործում են իսլամը որպես գործիք եւ տեսեք սա արևմուտքի համար ոչ մի խնդիր չի։ Իրենք շատ լավ ընդունում են եւ մի հատ էլ դեռ ես ուղղակի այսպես ապշել է այդ հայտարարությունը, երբ որ գերմանական էջերից կարդացի, որ Էրդողանն ասում է, Թրամփն ասում է, ես սիրում եմ ուրեմն Էրդողանին, դե ինքը նաև Կոստանդնուպոլսում ուրեմն ունի մեծ հյուրանոց Թրամփը, գուցե չգիտեմ, այնտեղ հետո իրար հետ հարսանիք անեն, հա, Կոստանդնուպոլսում չեմ էլ զարմանա։ Բայց տեսնում ենք նաև իրավիճակը տարիֆների հետ կապված, մաքսային բավականին թեժ է Ամերիկա-Չինաստան եւ տեսեք այն Եվրոպան եւ նաեւ մյուս երկրները հիմա տեսնում եմ իմ շատ ուկրաինացի ընկերների արձագանքը ովքեր հույսեր են կապում մեծ պապայի հետ Ամերիկայի հետ հիմա այսպես բոլորը շատ հիասթափված են շատ տխուր են ես չգիտեմ դեպրեսիաների մեջ են որ թե ինչ է տեղի ունենում այո որովհետեւ այս ամբողջ կռիվը տարածքի փողի ռեսուրսի համար է ոչ մեկին ոչ մեր կյանքն է հետաքրքրում ոչ մեր երեխաների ոչ ուկրաինացու ոչ էլ պաղեստինցու այս ամբողջը ընդհանրապես նրա համար է որպիսի այդ ագահությունը գնում են ագահության չէ ես շատ ունենամ իմ անունը գրվի Forbes-ում ես ավելի հարուստ լինեմ որպեսզի իրենք իրենց ծրագրերն իրականացնեն ցավոք սրտի գնում են դրան հիմա տեսեք Չինաստանի նկատմամբ արեց 104% այսօր արդեն BBC-ն գրեց որ Չինաստանը բարձրացնում է 125% տարիֆ նույնը Եվրամիությունը այսինքն այն երկրները որոնք տարիներ շարունակ միասին աշխատել են եւ քաղաքական եւ ռազմական ոլորտում եւ նաեւ տնտեսական այսօր այդ երկրները արդեն
դուրս են եկել իրար դեմ, հատկապես Եվրոպան եւ Կանադան, տեսեք ինչ ընդհարումներ է, ես լսում եմ ամերիկյան սենատում, ասենք կոնգրեսում կներեք հարցազրույցները, քննարկումները կապված օրինակ տարիֆ Ավստրալիայի դեմ, որտեղ ամերիկացիները բողոքում են, բայց միևնույն է, այսինքն ամբողջը գնում է նրան, թե մենք ինչքան փող կամ ինչքան օգուտ կստանանք, իսկ այստեղ դեռ մեր մոտ կան արևմտամետ մի քանի գիտեք կարող են լինել մեկը դա խնդիր չի բայց եթե ֆանատ ես դու ու շատ ֆանատ ես արևելքի եւ արևմուտքի դա արդեն լավ չի բնականաբար ելնելով որոշ պատմական քաղաքական իրողություններից դու կարող ես լինել բայց երբ որ դու ֆանատ ես եւ ինչ որ իրենք անում են դու փորձում ես արդարացնել դա սա արդեն շատ վատ է եւ տանում է կործանման սա այն է ինչ որ ասեցի եթե չեք ընդունում ճշմարտությունը եւ պատմությունից դասեր չեք քաղում սա ունենալու է շատ վատ հետևանքներ եւ իրենք դեռ ասում են բա ոնց ասում են բա ամերիկան պիտի Չինաստանի դեմ նառնի իսկ կներեք Չինաստանը որ երկիր է մտել ռմբակոծելու իսկ կներեք Չինաստանը ում է պատերազմ հայտարարել վերջին անգամ Չինաստանը պատերազմ է ունեցել 1979 թվականին 45 տարի առաջ այդպես է գալիս այսինքն ինչպես կարող է լինել դուք մեկի դեմ եք պատերազմ հայտարարում որը ոչ մի ռազմաբազար երկրներում չունի ոչ մի ուրեմն այդ ինչա պատերազմ չի հայտարարում քիթը չի խոթում գունավոր հեղափոխություններ չի անում հասարակական կազմակերպություններ չի բացում չի թելադրում մարդկանց ինչպես ապրեն ի տարբերություն ձեր մայր դեմոկրատիայի հա այսպես չակերտավոր այսինքն փորձում են սայլ արդարացնել եւ ասել եմ երբ տարածում են այսպիսի մի թեստ թե Զանգեզուրի միջանցքը դա ձեռնտու է Չինաստանը որովհետեւ Չինաստանն ուզում է մեկ ճանապարհ մեկ ուղի նման բան գոյություն չունի այն ինչը որ նույնիսկ Դոչեվելեն 2015 թվականին շատ հետաքրքիր ուսումնասիրություն ուրեմն արեց եւ այնտեղ քարտեզներ կա որը եւ ծովային եւ ցամաքային ճանապարհ է որը կոչվում է նոր մետաքսի ճանապարհ որովհետեւ հին մետաքսի ճանապարհը ցույց է տալիս որ գալիս է Հայաստանով այդ ժամանակ միայն Հայաստան էր հա մեծ հայքեր եւ ցույց է տալիս որ այդ ճանապարհը բացարձակ ոչ Հայաստանին է առնչվում, ոչ Արցախի ուրեմն տարածքին, ոչ էլ Ադրբեջանի, բայց այստեղ նույնպես, տեսեք, աշխատում են դրա վրա, ում հետ հասկանում եք, ամեն մեկի հետ մեզ թշնամացնում են, անհիմն տեղը, որովհետև ստանում են դրա համար համապատասխան գումարներ եւ ես զարմացա տեսնելով, ուրեմն հարգելի Մայրամ, որ ինձ չի ուզում սրա մասին խոսել, Տիկին Զոհրաբյանին, հետո Հայկ Նահապետյանին, արդեն բան Ալբերտ Բազեյանին մեզ թիրախավորել են նրա համար որ մենք ուրեմն ձեզ մոտ հյուր ենք եւ խոսում ենք տարբեր թեմաներից առանց ամոթանքի եւ սկսել են ուրեմն իրենց էջերով տարածել այն ցինիկ բառապաշարով ինչ ասած հիմա նաեւ կան այդպիսի ուրեմն տականքներ որովհետեւ ինչպես մեծ տերություններն են, հա, գումարների համար կռիվանում, սրանք էլ Սորոսի լափի համար են կռիվանում։ Ցավալի է նորից խոսել մեր գերիների հետ կապված, մենք տեսանք, որ արդեն հայտարարում են, որ ոչ միայն, հա, քաղաքական այսպես պաշտոնյաներին, ընդհանրապես իրենց ուզում են տալ արդեն ցմահ։ Տեսեք, նորից եմ ասում, երբ ամիսներ առաջ ասում էին Արամ կաթողիկոսը զանգեց Թրամփին, Թրամփը կլուծի եւ ԵԽ-ն, չգիտեմ, M-ն որոշում ընդունեց գերիների հարցով, Արցախի էթնիկական զտման հարցով, ես չգիտեմ, Ռուսաստանից էս մեկն ասեց, ես ասում եմ, ոչ մեկն էլ ոչ մի բան չի անելու, անողը մենք ենք, որպեսզի անենք եւ մենք չխայտարակվենք ավելի շատ պետք է ձերբազատվենք այս իշխանություններից եւ ոչ մի կողմ էլ դա չի անելու որովհետեւ ցավոք սրտի պատմությունը նորից ցույց է տալիս որ մեծ տերությունները եւ արևմուտքը եւ արևելքը վերջում իշահ գործում են Թուրքիայի եւ տեսեք նորից Նիկոլ Փաշինյանը օրինակ ասում է պատերազմը ես չեմ վերել, պատերազմը իմ օրոք է եղել, երեք էլ կառավարության նիստի ժամանակ 7 տարի առաջին դասարանում ենք մնացել, հասարակությունը տգետ է, որովհետև մենք, ես, դուք տգետ ենք, ես կխնդրեմ նաև այս իրողության անդրադառնալ։ Մայրամ ջան, երբ ասում եմ իմ օրոք է եղել, այսինքն ինքը ղեկավար էր եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ճիշտ է, մինչեւ հիմա, ըստ սահմանադրության, պատասխանատվություն ինքն է կրում։ Ինչ է նշանակում, բանը իմ օրոք է եղել պատերազմը ես չեմ արել, պատասխանատվությունը դու ես կրում։ Այ հիմա հասկանում եք տգիտությունը որտեղ է։ Տգիտությունը այստեղ է, երբ որ այս մարդիկ զբաղված են ընկնում են այստեղ այնտեղ իրենց այդ հիմար կրթությունը նորաձև է, այս խայտարակ ուրեմն բանը իրենց այդ հակու կապով, այն խանութում վաճառողի այդ հակած ջինսերով ընկնում են գնում են մատենադանի նման ուրեմն սուրբ տեղեր եւ բանը խոսում են կրթությունից։ Հիմա տգիտությունը որտեղ է, երբ որ նույն քո օրոք է եղել
եւ դու գլխավոր ուրեմն հրամանատարն ես սահմանադրությամբ սուպեր վարչապետ ես, պատասխանատվությունը դու ես կրում, եւ խորհրդարանում մեծամասնությունը դու ես կազմում, 21 թվականին դու ես կազմել, 23 թվականին Արցախը դատարկվել է եւ հետո դու ես ստորագրել։ Այսինքն այդ ում վրա ես գցում, ով է սրա մեղավորը։ Ես նորից եմ ասում, ես կարող եմ բոլորին մեղադրել, բայց առաջին մեղավորը մենք ենք, երբ որ մենք հանդուրժում ենք նմանին։ Այո, նա ճիշտ է, որ որոշ մասայի ասում են տգետ է, որովհետև ինչ սուտ, ինչ էշություն ասում է, իրեն հավատում են։ Ինչ հիմարություն ասում է, իրեն հավատում են։ Այն որ մի հիմարություն կար, լսեցի հիմա մտիցս գնաց։ Մտածում եմ լավ, էլ հա ասում է ինչ էր ասում ես արդեն կգժվեմ, ինձ ինչքան նամակ են գրում աշխատանքի համար։ Էլ ուր այ բալան։ Էլ դու տեղ չունես, սանդղակդ վաղուց է լրացել գժվելու։ Էլ որտեղ դու պիտի գժվես։ Հա, ասում եմ բանը, ավտոմեքենա, որ բենզին չունեք, բրթելով գնացեք։ Դուք հասկանում եք, ասենք, երկրի ղեկավարը ինչ է խոսում։ Հիմա տգետը ով է։ Ինքը իր մասսային է ասում, դա իր մասսային է ուղղված։ Եվ իրենք իհարկե տգետ են, որովհետև տգետ պիտի լինես, երբ որ երկրի վարչապետն ասում է բենզին չունեք, բրթելով գնացեք, որովհետև իրեն կներեք, թուրքը եւ ազերին լավ բրթել են, ինքը մենակ այդպես բառապաշար է օգտագործում, լզել, պապզալ, բրթել, ես չգիտեմ ինչ անել եւ բնականաբար իր մասային դա այդ բնազդով ապրող մասային դա շատ բնորոշ է, բա պարչի որ կասի եւ իրեն էլ կարդարացնեն նման տգետներին։ Ընդունենք այդ մեքենայի մեջ հղիկին է, այդ բրթելով ո՞նց են տանելու։ Ընդունենք ծեր մարդ է, ով ընկել է ոտը կոտրվել, այդ մարդուն ո՞նց են տանելու։ Ինչ է նշանակում բրթեք։ Եվ հիմա տգետը, տգիտության գագաթնակետն էլ որտեղ պիտի լինի։ Համոզված եմ առավել քան երբևէ, ոչ մի աշխարհի լեզվի բառարանում չի կարող գտնվել մի ածական, որը կարողանա նկարագրել իր նման գերտգետին, ով նման հայտարարություններ է անում։ Ես կգժվեմ, ինձ նամակ եմ գրում, ես ոչ մի ղեկավարի չեմ տեսել այդպես, ոչ մի ղեկավարի, աշխարհում չկա նման մի ղեկավար, որ այդ կարգի տգիտության մարմնավորում լինի։ Եթե գիտեք հին հույները ժամանակին, հա, հռոմեացիները, եթե իրենք իմանային, որ Նիկոլա լինելու Հայաստանում, ժամանակին նաև տգիտության Աստված էլ կհորինեին, որ գոնե հիմա համեմատելու բան լինի, այդ էլ չկա։ Ինչի հետ սրան համեմատենք։ Այ հիմա թե տգետ ով է։ Եվ ուրեմն Մայրամ ջան, արցախցիների հետ կապված տեսեք ատելության արշավը։ Նաև քանի որ արցախցիներից եք ուզում խոսել, գիտեք, որ իրենք շարունակում են այդ իրենց վրան դեռազատության հրապարակում է։ Այսօր Սամվել Բաբայանի կուսակիցներն են այցելել իրենց, բայց նախատեսված են նաև են Սամվել Բաբայանի այցնել ուղղակի գործեր ուներ, ինչպես իր կուսակիցներն ասացին, չի գնացել։ Ասում են պետք է զգուշացնել, թե ով է այս մարդը, ինչ է արել, եւ արցախցիները եւ բոլորը պետք է զգուշավոր լինեն, խնդրեմ։ Այո, զգուշավոր պետք է լինեն, Մայրամ ջան, որովհետև այդ նույն Սամվել Բաբայանը, երբ որ գտնվում էր Արցախում, երբ որ պատերազմը ժամանակին առաջին Արցախյան պատերազմը սկսվել էր, ինքը այնտեղ էր, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես կարող էր օգտակար լինել իր ժողովրդին, բայց ինքը օգտակար չեղավ իր ժողովրդին եւ ոչ մի ձևով։ Այն ժամանակ, երբ որ արցախցիները փախնում էին, այն ժամանակ, երբ որ արցախցիները լցված էին տարբեր տեղեր փողոցներում մեքենաներով, ես էի տեսնում, գալիս էին մարդիկ այն, որ շոր եւ հագուստ չունեին, ուտելիք չունեին։ Այն ժամանակ, երբ պաշտոնական մակարդակով Երևանում այդ իր սիրելի Աննան են բունկերի, մյուս ԿՊ-ականները, իրենց արբանյակները արցախցիներին վիրավորում էին, այդ ժամանակ ինքը ոչ մի բան չասեց։ Ինքը դուրս չեկավ եւ չասեց, «Էս ինչ եք ձեզ ցույց տալի», բա ինքն էլ է, չէ՞ արցախցի։ Բա դու էլ ես Արցախից եկել ես եւ եկել ես, որովհետեւ Արցախը ցեղասպանություն էր եւ էթնիկ զտում էր։ Բա դու փախել ես այդ Արցախից եկել ես։ Ընդունեք այնց ես փախել, հա, քեզ չեն ճանաչել, եկել ես։ Հիմա դա թողնենք մի կողմ։ Բա երբ որ արցախցիներին բացեի բաց massայական Սևանում են ոստիկաներ, ես չգիտեմ, այս լրագրողներ են, իրենց բլոգերներն են, երբ որ ամենավերջին խոսքերով ասում են, դուք այստեղ հյուր եկել եք, ռադել եք, մաքրվեք, եւ ահա մի օրինակ եմ բերեմ, հենց դրա մասին եմ ուզում ասեի, Մայրամ ջան, չնայած տեսների անունները չեմ ուզում տալ, բայց Արսեն Արշակյան,
ասում է լավ լուր ունեմ ձեզ համար։ Մետաքսյան ասել է, որ 30% արցախցիները գնացել են, ուռա, եւ էլ չեն վերադառնալու, տաստված որ գնան չկա։ Այ հիմա դու դրան բան չունես ասելու Սամվել Բաբայան։ Բա հələ գնա մի հատ ականջից քաշի։ Բա դու ասում ես կռված գեներալ եմ, ինչ չլսեցին, ինչ որ լսեին Արցախը այսպես չլինի, մենք չենք կորցնի։ Բա որ դու այդքան լավ գիտես, ինձանից լավ գիտեք, ձեզանից լավ գիտի, այն մյուսներից լավ գիտի, արցախցիներից լավ գիտի այն մյուս, հա, ովքեր որ թե հիմա այնտեղ հրապարակում ազատության հրապարակում կռիվ են տալիս։ Բա որ իրենցից լավ գիտես, հələ գնաես լակոտի ականջները քաշի։ Հələ գնա թքի սրա երեսին։ Այն բաներն էլ գրել են, թող ռադլն են այստեղից, այն մեկը գրել է, թող գնան, մենք իբրև տեղ ունենք, իրանք եկել են։ Ես ապշում եմ այս։ Հանրային ռադիոյի տնօրենի կինը, այո, ես անցած անգամ անդրադարձա Մարիամ ջան գրել է լավ ուտում եք։ Արա հիմարներ ամբողջ աշխարհը օգնություն տվեց։ Այդ ձեր գրպանից եք տալիս։ Բա որ այդ լափ էր, այդ լափը թող ձեզ տարին չի սպասում, մինչև 23 թվական Արցախը դատարկվեր, իբրև թե արցախցիներին մեր գրպանից կամ իր գրպանից օգնություն է տալիս։ 10, 10, 20, 21, 22, 23, 5 տարի, դե որ այդպես լափ կար, թող այդ լափը լցրեցես դուք ուտեիք, գոհանայիք, որ այսօր այդպես սոված գազանի նման չհարցակվեք արցախցիների վրա։ Հասկանում եք։ Մենք տեսեք ուր ենք հասել մեր այս դեգրադացված վիճակն արդեն ուր է հասել, որ պաշտոնական մակարդակով մի կին էլ կար, չգիտեմ, այս տարածում են Գյումրի ընտրությունների հետ կապված, դուք ասենց արեցիք, դուք չգիտեմ Վարդան լավ են արել, Վարդան են ընտրել, ճիշտ են արել, այտենց են պետք գտել, դու ով ես որ քեզ ասեն, այդ Ղարաբաղցիները ստեղից պետք է մաքրեն, իրենք հասկանում եք Այս ընդ որում մի բան ասեմ, հա, Մարիամ ջան, 1951 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիա կա փախստականների հետ կապված։ Եվ Հայաստանը դա ստորագրել է։ Բայց մեկը չի խոսում իրավաբանները այստեղ ՄԱԿ-ի գրասենյակա։ Հələ սրանց գրածները, հասկանում եք, ես պաշտոն չունեմ, չեմ աշխատում որևէ տեղ իմ ուղարկած նամակը առ ոչինչ է, բայց դուք ընդդիմության աշխատողներ ազգային ժողովում, թեկուզ դու Սամվել Բաբան մյուսները, այդ ամբողջ լիստը կազմեք անուն առանուն եւ ուղարկեք ՄԱԿ-ի գրասենյակ, ասեք տեսեք ոնց են վերաբերվում փախստականներին, տունը կորցրած մարդկանց սեփական հայրենակիցներին վերաբերում են որպես բեռ, որպես վեշ այստեղից ռադեղը գնացեք։ Բայց մեկը դրանով չի զբաղվում, որտեղ են մյուս իրավաբանները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ես չգիտեմ, ակտիվիստները, բլոգերները, ինչու դուք չեք այս մարդկանց անունները 1-2-ս ենք խոսում, դրեք կազմեք մի փաթեթ եւ ուղարկեք հենց հիմա ՄԱԿ-ի գրասենյակ Երևանում, մի հատ էլ գնացեք այնտեղ թքեք դրանց երեսին, ասեք, բա դու կոնվենցիա եք ստորագրել, բայց ձեզանից մեկը չի հուշում բանի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, լսի այ ընկեր 100,000-ավոր հայեր սովետականության փլուզումից հետո 100,000-ավոր հայեր եկել են Եվրոպա, մենք դրանց էլ տուն ենք տվել, էլ աշխատանք ենք տալիս, անվճար բժշկություն ենք տալիս, ես չգիտեմ կրթություն ենք տալիս, ամեն ինչ տալիս ենք։ Ես ինքս գիտեմ մարդիկ այս 30 տարի ապրում են Գերմանիա, Հոլանդիա, Չեխիա, մի օր չեն աշխատել։ Բայց դրանք պարտավոր են իրենց պահել փախստականի անվան տակ, բայց դուք ձեր սեփական երկրի ժողովրդին չեք ուզում պահել։ Հասկանում եք, այս սա է, որ ասենք հիմա ես հուշում եմ, եթե լսում են, թող իրենք գնան մի հատ պաշտոնական նամակ գրեն, ուղարկեն ՄԱԿ-ի գրասենյակ Երևանում, մի հատ թքեն իրենց երեսին, ասեն կոնվենցիա կա, այդ կոնվենցիայով պիտի հետևի։ Այս մարդկանց պետք է ցուցակագրեք, բժշկական հարցերով պիտի զբաղվեք բոլորի, սնունդի հարցերով, կացարանի հարցով ամենակարևորը, մասնագիտական հարցերով պետք է աշխատանքի տեղավորեք։ Այդ փաստորեն, ասենք օրինակի համար Գերմանիան պարտավոր է 100,000-ավոր հայերի, ասում եմ 91 թվականից այս կողմ, ամենաշատը հայերը Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, պարտավոր են այնտեղ ձեզ ընդունել, բա որ լցվել եք այնտեղ դրանց հաշվին, որ ապրում եք, բա հիմա ես որ ասեմ կասեք, չէ, բա որ լափում եք դուք բան եվրոպացիների վճարված հարկերի հաշվին, այդ ձեզ համար լավ է, բան չի մեկը ձայն չի հանում, ինչի մեկը այնտեղից չի խոսում, որտեղ եք դուք ինչ եք լռում։ Սա է սարսափելի եւ անամոթաբար դեռ այնտեղ էլ կան մի երկու այսպես բան, հա, այնց իրենց նման անգրագետ ու սոված, որ ընկել են այնտեղ, բան են անում, զբաղված են Նիկոլի Գովքով։ Մյուս կողմից էլ մի բան էլ ասեմ, Մարիամ ջան, սա շատ լավ է, գիտեք ինչի, որովհետև այս մարդիկ բացահայտում են եւ մենք տեսնում ենք, թե մեր երկրի կեղտը որտեղ է։ Ազգային իշխանության դեպքում պիտի ընկնենք ման գանք, ժամանակ ծախսենք, այս մարդիկ ցույց են տալիս եւ մենք շատ հանգիստ ազատվելու ենք իրենցից։ Սա լավ կողմն էլ ունի։ Մենք ազատվելու ենք իրենցից, իրենք արդեն ցույց են տալիս, որ իրենք հայի են տականք տեսակն են, ով որ պատրաստ է գլուխ խոնարհել եւ լզել թուրքի ուրեմն տրորած հողը։ Սա նաեւ թող
լուր իրենց, հա, իրենց ականջին օղ անեն, որ իրենք իրենց արդեն այն բան, հա, ցույց տվեցին, թե իրենց դեմքն ով է եւ մենք արդեն գիտենք, թե հետագայում ինչպես պետք է վարվել ազգի դավաճանների հետ, որովհետեւ դավաճանը ոչ միայն կառավարությունում են, այլև այն մարդիկ, ովքեր թույլ տվեցին անիծվեն նրան, որ 21 թվականին նորից գնացին սրան ընտրեցին։ Եթե շատ էին վախենում, խոսում էին, ինչա նախկին ներկային, թող ծովագյուղցիների նման ոչ մեկին չգնային ընտրեին, թող գնային բոլորին գրեին դեմեն, թող այդպես բոյկոտեին։ Բայց այս ինչ որ նախկին ներկայի չեն կարող որովհետև որ անցներ հիմա Գյումրիում եւ Փարաքյալում մենք ուրիշ արդյունք կունենանք։ Տեսեք գնացին այնտեղ բարբաջեցին։ Սա 21 թվականի համար եմ ասում, այն ժամանակ թող հասկանային պատերազմից հետո ծովագյուղում գիտեք, չէ, ոչ մեկ կարծեմ 2-1 գյուղ էլ կար։ Ոչ մեկ չմասնակցեց, ոչ մեկ մերժեցին, ասացին, որ մենք ընտրություններին չեն գնալ, նույնիսկ մեկ մարդ չի գնացել, թող իրենք էլ չգնային, բայց ոչ թե 21 թվականին գնային եւ սրանց բերեին ուրեմն, որպեսզի երկիրը լրիվ տանեին տոտալ կործանման եւ հանձնեին Թուրքին։ Եվ նայում եք այս հայտարարությունները, այն որ մենք միասին խոսել ենք Մարիամ ջան, միակողմանի զիջում։ Տեսնում եք, այսինքն այս մարդիկ ինչ ասես անում են, ինչ իրենց մտքին, ինչ իրենց ուղեղին փչում է, երազ են տեսնում, որ այսօր Արտնանան օրինակ ինչ անել, որ Թուրք իրան լավ զգա, իրենք դա անում են։ Թուրքը գալիս, կներեք, կապույտ մսկիթի մոտ, որտեղ պարսկերեն գրած է, նկարվում են այնտեղ, պատերազմից հետո հիշում եք, եւ երկու падգամավոր Ադրբեջանից եկան, մեկն էլ գնաց նկարվեց եւ ներկայացրել որպես ադրբեջանական, նույնիսկ մշակույթի գործիչները, քանդակագործներ, ես չգիտեմ, մշակույթի նախարարությունից չնայած թե իրենց մարդիկ են, մեկը չասեց այն Գերջանթիրավրա պարսկերն է գրած, ինչ ադրբեջանական։ Խի որ մարդիկ այստեղ ապրում են դա իրանցն է, հիմա որ լիքը հիմա մարտունց լիքը մարդիկ ապրում են Մոսկվան իրանցն է, ես որ ապրում եմ Չեխիայում, նու ապրել եմ Չեխիանիմն է կամ իմ տղաներն այնտեղ են ծնվել, թե բանը Գլենդելն է հայերինը, դա ինչ կապ ունի որ այստեղ ապրել են, դա բացարձակ կապ չունի, գոյությունի պատմական տարած, որտեղ ձևավորվել է իմ ժողովուրդը, սա մերն է եւ վերջ եւ քննարկման ենթակա չի։ Բայց տեսեք թե ինչ մակարդակով սրանք արթնանում են Մարիամ ջան եւ մտածում են այն ինչ անեն, որ բան էլի, բայց այսպես իրենց դուր կան, բայց նրանք թքում են սրա վրա։ Եվ ամփոփելով, պարոն Սերմակրտչյան, այո, Ալիևը իր վերջին խոսքում չհերքեց հնարավոր պատերազմը, ինչ սպասել այս կրակոցներին զուգահեռ, նաև ինչ սպասենք։ Սրանք փորձնական են, ստուգում են, Մարիամ ջան, մենք ասել ենք, որ ինքը թույլ է տալու, որպեսզի դաժան պատերազմ լինի, ինչպես եղավ Արցախի դեպքում, որպեսզի այդ միջանցքը հանձնի։ Ինքը այս Նիկոլը իրենց խոստացել է։ Մենք գիտենք, ովքեր որ մտածում են, ես սուտ եմ ասում, մեջ բերեմ, 2023 թվականին Արցախը դատարկվելուց հետո, երբ ՄԱԿ-ում եղավ ուրեմն անվտանգության ժողով, այնտեղ Թուրքիայի ներկայացուցիչն ասեց. Ադրբեջանին այլ ելք չեք թողել, Ադրբեջանը ստիպված է գնալ ռազմական գործողությունների, այսինքն մեղադրեց իրենք են չէ իշխանության են, որ ասում է իմ օրոք ա եղել, բա դու ես պատասխանատուն, եւ ասեց ինչպես որ Հայաստանը խոստացել է, հենց բառացիորեն ասում են պետք է նաև դա Զանգեզուրի միջանցքը, որպեսզի արդեն ամեն ինչ կարգավորվի, խաղաղություն գա։ Հիմա ինքը այսպես Իրանը դեռ ճնշում է, բայց պատկերացրեք, եթե հիմա Աստված մի արածցե, եթե հանկարծ Եմենի, որովհետև հիմա Եմենն է մնացել որպես այսպես, հա, որ դեռ կարողանում է դիմակայել Ամերիկային, որպես Իրանի հետ աշխատող, եթե Աստված մի արածցե, եթե Իրանի եւ Եմենի հետ կապված լուրջ պատերազմ լինի, արդեն մեզ կհոշոտեն։ Հիմա սրանք փորձնական են, սրանով ցույց տվեցին, որ մենք կարող ենք կրակել, առայն որ պետական մակարդակով իրենք ասում են, հա, դա կրակոցները մի հատ տանիքի ա կպել, այսինքն կրակել են մեր տարածքի վրա, մեր սուվերենության վրա կրակել են, նույնիսկ եթե ընդունենք կպելա ծառի, բայց այդ կրակոցը սահմանից եկել է մեր սուվերեն տարածքի վրա, եւ սա պետք է դատապարտել, ոչ թե ասել, հա դե ոչինչ, մի հատ կրակել են, մի հատ ա եկել, այսինքն իրենք թույլ են տալու, որպեսզի լինի այդ պատերազմը, բայց քանի որ հիմա այս րոպեին Ադրբեջանը դեռ չի կարող հասկանալ, իրեն դեռ թույլ չի տա այդ լայնածավալ պատերազմ սկսելու, քանի դեռ կա Իրան եւ Թուրքիայի գլուխն էլ մի քիչ խառը, ցավոք սրտի պետք է սպասել այդ պատերազմի, այսպես թե այնպես լինելու է։ Այսպես թե այնպես լինելու է այդ պատերազմը։ Բայց որpիսի մենք թույլ չտանք, մենք օր առաջ, նորից եմ ասում,
պետք է սրանից ձերբազատվենք։ Ոչ թե սպասենք 26 թվականի ընտրություններին, որովհետև մինչև 26-ը սա շատ բան կարող անի։ Այն ինչը չի հասել 10 անգամ ավելի վատ կարող է վերաբերվել ազգին, եւ մեր ժողովրդին մի բան կասեմ։ Եթե դուք մոռացել եք պատմությունը, մոռացել եք սրանց թուրքի դաշնությունը, ձեզ նեղություն տվեք այսօր։ Գոնե լսեք, նույնիսկ կա, հա, եթե չեք ուզում կարդալ, Շիրազի Դանթեականը, հասկացեք, որ թշնամու հետ, այսպես խղճալով, խեղճի դեր տանելով, ցույց տալ, որ մենք ձեզ սիրում ենք, վայ մենք sense խաղ կապրենք, նման ձևով չի անցնելու։ Երբեք այն էլ թուրքի հետ, ով իր պատմության ամբողջ ընթացքում միայն գոյություն ունի, որովհետև սպանել է այլ ազգերը եւ թալանել է։ Նրանք ուրիշ ձև ապրել չեն կարող։ Իրենց միայն ապրելավոճը դա է։ Այսքանը։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։